Բարև ձեզ Սիրասուն Արսեն։ Բարև ձեզ Սիրասուն Մանկ։ Պատրաստ եք պատասխանել 50 հարցի։ Ձեզ սիրով։ Սիրասունից հետո թարմ գիտելիքներով գնացել եք դեյթի արդեն։ Մասամբ եկել են ինձ մոտ դեյթի։ Ինչ կպատմեք Սիրասունում ձեր գործընկեր Լուսնյակի մասին։ Նա հրաշք է թե կադրում, թե կադրից դուրս։ Բազմաթիվ Արսեն Գրիգորյանների մասին հումորները չեն հոգնեցրել դեռ։ Բոլորովին մանավանդ որ գնալով նվազում են։ Ո՞րն է անձամբ ձեզ համար հայտնիության բացասական կողմը։ Հայտնիությունը բացասական կողմ չունի։ Արսեն Գրիգորյանը որ դերում էր են ավելի հարմարավետ զգում, դերասանի, երգչի թե հաղորդավարի։ Բոլոր 3 կերպարներում էլ ինձ լավ եմ զգում։ 3 բառով ինչպես կբնորոշեք հայկական շոու բիզնեսը։ Եկա, տեսա, մտածեցի։ Այդ նույն հայկական շոու բիզնեսից որևէ մեկի հետ կոնֆլիկտ ունեցել եք։ Ես կոնֆլիկտային մարդ չեմ ունեցել ոչ մեկի հետ կոնֆլիկտ, եթե ինչ-որ մեկը ունեցել է, ապա ինքն է ունեցել ինձ հետ, ոչ թե ես իր հետ։ Կարող է իր մտքում ունեցել է, ես չեմ հիշում։ Կան մարդիկ, ում հետ մտերիմ եք ոլորտում։ Այո։ Եկատերինա Վարնավա։ Երբևէ մտածել եք շոու բիզնեսից հեռանալու մասին։ Ոչ բոլորովին նման ցանկություն չեմ ունեցել, բայց դեզնից մի պահ հեռանալ։ Մի պահ միայն։ Այո։ Որ նշանավոր անձի կյանքով կցանկանայիք մեկ օր ապրել։ Որ նշանավոր անձից կյանքը։ Հիսուս Քրիստոս։ Վաու։ Հայկական որ պատմական հերոսի դերում կցանկանայիք հանդես գալ։ Կարելի է էպոս։ Այո, իհարկե։ Սասունցի Դավիթ։ Ոնց է։ Լավ դու ոնց ես։ Սկսեցինք։ Մենք ընթացքում հարցեր կտանք, ձեզ չենք խանգարի, խոստանում ենք։ Ֆոտոներ կանես ինչպես։ Ձեր ծննդավայր Վարդենի գյուղում հաճախ եք լինում։ Տարվա մեջ լավագույն դեպքում մի անգամ։ Մանկության ընկերների հետ կապ պահպանում եք։ Այո, ոչ բոլորի, բայց այո։ Ինչ հատկանիշներով մարդը չի կարող ձեր ընկերը լինել։ Հումոր չունեցող եւ ընկերության արժեքը չգնահատող, մեծամիտ, շատ կան։ Բակում մականուն ունեցել եք Արսեն։ Չէ, բայց դպրոցում մի հատ ինձնից մի 4 տարի մեծ դասանց աղջիկ կար, որ ինձ բան էր ասում, Էլենի Ռիբյատեի միջի Ջոնաթան ոնց էր այդ տղան, այտենց մի հատ լավ բան էր ասում։ Արսեն շարունակեք միտքը։ Կյանքը 40-ից հետո։ Օրգազմ ավելի լավ է զգում։ Ինչով է ներկայիս Արսենը տարբերվում 20-ամյա Արսենից։ Ոչնչով, եթե ինձ չհիշեցնեք այդ մասին։ Ձեր հայտնի կերպարանափոխությունները Կամիլը, Արսենջին տարիքով թե հոգեվիճակով են պայմանավորված։ Հոգեվիճակով եւ ավելի շատ ստեղծագործական վիճակով։ Իսկ հաջորդ կերպարանափոխության մասին արդեն մտքեր կան։ Դեռևս Արսենջի էպոխան է, այնպես որ նրա զարգացման ենք զբաղվում։ Մի քիչ ֆինանսական հարց։ Ահա։ Ամենամեծ գումարը, որ ստացել եք միջոցառում վարելու համար։ Եթե ճիշտ եմ հիշում, երևի 3.5 միլիոն դրամ։ Երբևէ կատարած ձեր բոլոր երգերի բառերը անգիր հիշում եք։ Հիմնականում այո։ Ինչ եք անում, երբ ներկայացման ժամանակ մոռանում եք ձեր տեքստը։ Դիմում եմ խաղընկերոջ օգնությանը, Նարեկ ջան։ Քանի ժամ կարող եք դիմանալ առանց ինտերնետի։ Սիրասունի նկարանունները ցույց տվեցին, որ 9 օր էլ կարելի է դիմանալ։ Գոնե օրվա մեջ 12 ժամ կարելի է դիմանալ։ Ամենաշատը սոցիալական որ ցանցն եք օգտագործում։ Instagram, TikTok ու երևի գործնական խոսակցությունները, քննարկումները Telegram։ Նույնիսկ ընկերներին ցանցում լատինատար թե հայատար եք գրում։ Լատինատար։ I'm sorry։ Երբևէ ընկերներին խնդրել եք դիտողականությունը բարձրացնելու համար տարածել ձեր տեսանյութերը։ Իհարկե, հիմա էլ եմ խնդրում տարածեք իմ տուրիստո երգը։ Եղել է դեպք, որ ուշանակ ներկայացումից։ Ներկայացումից չի եղել։ Իսկ ժամադրությունից։ Ոչ, բայց եղել է որ նկարանումից եմ ուշացել։ Մարդ, որ ամենամեծ ազդեցությունն է ունեցել ձեր կյանքում եւ կարիերայում։ Շոն Բեյքեր բոլոր իմաստներով։ Իսկ դուք ում վրա եք ազդեցություն ունեցել։ Վերջերս ինձ հաճախ են գրում, որ պարզվում է ես օգնել եմ շատերին, զգալ ինչ բան է ազատությունը։
Որ բառն եք առօրյա շփման մեջ ամենաշատը օգտագործում։ Կյանքս ու մեկ մարդիկ կան, որ մտածում են հենց իրոք նկատի ունեմ, ասում են լավ էլի։ Ձեր ամենասիրելի հայկական ֆիլմը։ Մենք ենք մեր սարերը։ Որ ֆիլմում ձեր խաղացած դերն եք ամենաշատը սիրում։ Եթե ինձ համար կարևոր է իմ առաջին լիամետրաժ ֆիլմը, գլխավոր դերը Մոխրաման ֆիլմ։ Եթե ձեր մասին ֆիլմ նկարեին, ինչպես այն կկոչվեր։ Անհնարինը հնարավոր է։ Ինչ է այսօր պակասում հայկական հեռուստատեսությանը։ Գումարի ճիշտ բաշխում, ծախսում, վատնումից դուրս էլի, գումարներ դնել պրոդուկտների մեջ եւ հաղորդավարների եւ արտիստների, վճարել բոլորին, շատ։ Միջազգային որ աստղի հետ կցանկանայիք դուետով հանդես գալ, կա այդպիսի մարդ։ Միջազգային աստղ դուետ, վերջերս երազում եմ տեսել Miley Cyrus։ Նկարահանվել Տարանտինոյի ֆիլմում, թե դուետով հանդես գալ Մայլիի հետ։ Quentin, նկարահանվել Տարանտինոյի ֆիլմում։ Դեռ ցանկանում եք Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում։ Why not? Իհարկե։ Իսկ ո՞րն է Եվրատեսիլում երբևէ հնչած ձեր ամենասիրելի երգը։ Ամենասիրելի երգը Եվրատեսիլում երբևէ հնչած։ Հիմա մտքիս Ռիբակը եկավ։ Ջութակով։ Ինչու մինչև օրս մեքենա չեք վարում։ Որովհետև Երևանում գնացի սովորելու մեքենա վարել ու հասկացա, որ չեմ ուզում տեսնել այն, ինչ կատարվում է։ Ումից եք վերջին անգամ պարտքով փող խնդրել։ Վաղուց արդեն պարտքով փող չեմ խնդրում, վերադարձրել եմ պարտքերս, բայց կարծում եմ երևի Նատան էր Եբրիկյան։ Հայ դեպը ով էլ ինձ պարտքա լավ կլինի, եթե հնարավոր է վերադարձ։ Երբևէ մտածել եք քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Ոչ։ Ումից հենց հիմա կցանկանաք ներողություն խնդրել։ Ինձնից երբ նեղացրել եմ ինքս ինձ։ Կան իրեր, որ մշտապես ձեզ հետ են։ Չէ, չունեմ նմանատիպ կախվածություն։ Ամենաթանկարժեք ապրանքը, որ երբևէ գնել եք ինքներդ ձեզ համար։ Երևի հագուստ։ Իսկ ամենաթանկարժեք իրը, որ նվիրել եք։ Կրկին հագուստ։ Գները չեք ասում, հա։ Գները ասեմ։ Դե ասեք, բայ։ Կոստյումը երևի մոտ 2.5 միլիոն էր, իսկ այն ինչ որ նվիրեցի զգեստը մոտ 3 միլիոն։ Ո՞րն է ամենաօրիգինալ նվերը, որ ստացել եք, այստեղ գինը արդեն կապ չունի։ Ամենաօրիգինալ նվերը, որ ստացել եմ։ Ռոբոտ շուն։ Վաու։ Այո։ Ինչի վրա եք ամենաշատը գումար ծախսում։ Փարթի ժամանցի։ Հիմա ավելի շատ ստեղծագործությունների, այս ֆոտոշուտի։ Օրինակ։ Հաջողության համար կարևոր է տաղանդը, թե աշխատասիրությունը։ Առանց աշխատասիրության անհնար է, բայց ես տաղանդավորների թուլություն ունեմ, այնպես որ տաղանդը կարևոր է։ Արսեն, վերջին հարցը 50-րդը։ Այո։ Թաքուն եմ հարցնում, ասեք, խնդրում եմ, սիրասուն 2 լինելու է։ Այո։ Անպայման։ Շուտով։